Ողջույն բարեկամներ, բոլորս հիշում ենք, որ այսօր մայիսի 9-ը եռատոն, որից մեզ զրկեց այս ցեղասպան իշխանությունը, բայց ես հնարավոր եմ համարում այն վերականգնել եւ գուցե ավելի իմաստավորած վերականգնել։ Շատ է հնչում հարցեր, արդյոք հնարավոր է, արդյոք դրա շանսերը կան, ինչի՞ չկան։ Նայենք։ Որպեսզի դա լինի, պետքա վերականգնենք հենց այս սերունդը։ Պետքա մեր մեջ գտնենք հենց այս սերունդը, մեր մեջ դասիրակենք հենց այս սերունդը, որ ինքը ազատագրել Շուշի։ Չէ՞ որ այս սերունդը ուրիշ տեղից չէր եկել։ Մեր հայեր են, չէ՞։ Մեր մեջի մեր ընկերներն էին, մեր եղբայրներն էին։ Մենք էինք։ Իսկ հիմա ինչ ունենք մենք։ Հիմա ունենք սա։ Նայ։ Տեսնում եք սրան։ Հələ ո՞նց է կանգնել։ Անես է կանգնել, ոնց որ ոչ միայն Շուշին է ազատագրել, ինքը նույնիսկ, չգիտեմ, ասել է քուրարակցի ափերին, որ տեսեք կողքեր ինչքան մարդ կա, մոտենում բարև են տալիս։ Հլստեղ նայեք։ Մատ ուզում ես կողքին բոլորին հարցնել, ինչ եք անում սա կողքը։ Ինչ եք անում դուք դրա կողքը, որպես ինչ եք դրա կողքը։ Որ մեր 2 կոպեկ ավել փող ստանաք, երևի։ Որ ինչ որ հարցով դիմեք ձեզ օգտակար լինի, երևի։ Իմանալով հանդերձ ինքը ով է։ Ով է ինքը, ասեք ինքը ինչ ասում իր մասին։ Վազգենի թողած պատգամը միջև վերջ տանելու ենք։ Ինքը երևի Վազգենը թողել էր պատգամ, որ հանձնեք Շուշին։ Հանձնեք Արցախը, հանձնեք Հայաստանը։ Ու այս մարդիկ իրա կողքն են։ Ուզում եք հասկանանք, մենք հասկանանք բոլորը կարող ենք Շուշին բերել, թե չէ, այո։ Երբ որ այս տականքը հիմա այս գլխավոր այս թթվիկարից սկսած, մնացած բոլորը ովքեր կանգնած են կողքը, ովքեր սրան ձեռ են սեղմում, սրան բոլորը դավաճան, հայ ազգի թշնամի, կոլաբորանտ, ազգի տականքն են, այսինքն այս տղեկը չեն, որպեսզի մենք Շուշին էլ բերենք, պետք է այս տղեկի քանակությունը ավելանա, տեսակարար կշիռը, համատության համար։ Սրանց ում տեսնում եք, ում ճանաչում եք, նայեք։ Լսեն է։ Եկավ ու կանես կողք, 2 հատ մեդալ է խփել գոշին, այդ տղա, այդ մեդալն ինչի համար է ստացել։ Շուշին հանձնելու համար։ Հասկանում եք, որ հիմա առաջ է եկել անկախ մեզանից, ուրեմն այն ազգի տականքը հելել ամենավերևը։ Դուս ասես բարձրացել ամենավերևը, անկախ ուրեմն այդ կոչումից, անկախ անուն ազգանունից, անկախ անցած ճանապարհից, ասես կարող է մեկը սանցի ճանաչի, ասի, այս տղեն այնտեղ ինչ որ կռվել է, կապ չունի ինքը այնտեղ ինչ արել։ Այսօր ինքը այս դավաճանի, այս ցեղասպանի, այս ուրացողի, հələ Վազգենի անուն տվողի, որ ինքը եկել է Վազգենի գործը շարունակի։ Լսի այ հանցագործ։ Սասուն Միքայելյան, դու ըստ Փաշինյան Նիկոլի, դու տերորիստական կազմակերպության այսօր ղեկավարն ես, որին Հայաստանի Հանրապետությունը փող է տալի։ Ինչի տերորիստական, որտեղ երկրապահը, որ ստեղծվել է Արցախ ազատագրելու այդ ժամանակ, անունն էլ երկրապահ։ Ինքը ասում է դրանք չեն ազատագրել, դա գրավել են Ադրբեջանը, որովհետև Արցախ Ադրբեջանա։ Փաստորեն դու այսօր ամենամեծ տերորիստական խմբավորման ղեկավարն ես։ Ըստ քո Փաշինյան Նիկոլի, դու ինչ Վազգեն անուն ես տալի, այ պիղծ, այ բոլոր պիղծեր, ովքեր հավաքված եք, այս պիղծի կողքը։ Շատ կարճ կոնկրետ բան է պետք դնել, այդ գծերը պետք է քաշեն։ Ցանկացած մեկ, որ շփվում է Նիկոլի հետ, նիկոլականների հետ, այս սասունականների հետ, սրանք բոլորը նույն սասունն են, դրանք բոլորը նույն Նիկոլն են։ Ցանկացած մեկը, որ ոգևորված սրանց բարև է տալիս, տեղ նայեք հələ։ Ստորություն բան ասա, տոնավաճառ, հələ մեծ նայեք սրանց։ Հələ հարցերը տալիս են լրագրողները, նայեք։ Ու մեկը չի ասում, այ պիրս, դու ստեղ ինչ գործ ունես, արա։
Այս մարդկանց ում այսօր եկել ես գերեզման հետ, իրանց ազատագրած Արցախը դուք տվել եք, ինչ ես անում դու ստեղ։ Հիմա այս բոլոր այս Factor, Magr, Front TV, New Day, չգիտեմ ես լրագրողներին, դուք adekvat եք։ Դուք adekvat եք, այս հանձնողը եկել է Շուշին ազատագրելու օրը, եկել է Շուշին ազատագրածնի գերեզմանի, որ ասի լավ եմ արել հանձնել եմ։ Ու ես հենց բանը Վազգենի անուններ տալիս եմ, Վազգենի գործն եմ շարունակում։ Դուք adekvat եք լրագրողներ։ Լավ էս կողքիները որ կա, ասես նայում եք, սրանք բոլորը առիթից օգտվող շակալներ են, շակալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, իրական տղեկը, ովքեր անցել են պատերազմը, ովքեր հասկանում են այդ ինչ գնով է ամեն ինչ ազատվել, դրանք իրար Սասունի կողքը չեն կարա կանգնեն, չեն կարա ձեռը սեղմեն։ Այդ նույնն է, ոնց որ դու ծնողին սպանածին, ծնողին սպանողին գնաց ձեռը սեղմես։ Դու քո հարազատ զավակին սպանողին գնաց ձեռը սեղմես։ Սրանցից ով կա, ասենք պիղծ են։ Նույնն եմ ասում, ցանկացած մեկը Նիկոլին բարև կտա, նիկոլականներին, սրանցից բոլորի հետ առնչվածներ, սրանք պիղծ են, իրանց ամեն ինչով։ Էական չի անցած ճանապարհը աննազգավներ։ Հիմա լրագրողներ, որ դուք այդտեղ եք։ Չես ասում, չեք հարցնում, առաջինը։ Ադա դու ինչ գործ ունես այդտեղ։ Այս մարդիկ ազատագրողն են, դու հանձնողը, դու ես եք այստեղ։ Ընդ որում դու ղեկավարում ես իրանց ստեղծած շարժումը։ Դու ինչ ես նե։ Այսօր քանի որ ադրբեջանական լեգիոնը Մոսկվայում պատտվում էր, հա, ու այդ վարչապիղծն էլ գնացել է իրանց պատիվ տա, ես ուզում եմ մի քանի դրվագ պատմեմ այդ լեգիոնի մասին։ Ու ասեմ, որ դրանց հրամանատարը, որ այդ լեգիոնի հրամանատարը Ադրբեջանի ազգային հերոս է։ Ու իր արձաններ կանգնած է Ադրբեջանում։ Ու ոչ մի բողոք դրա նկատմամբ չկա։ Ու հենց այսօր մինչ Ալիևը ուղարկեց գլողի ծոցը չգնաց պարադի, հա, այդ շկերտի չգնաց, բայց ադրբեջանցիներն պետք է քալեն Ադրբեջանի դրոշով, այսօր էլի Մոսկվան հակառակային պաշտպանություն է տվել Ադրբեջանին, հեսա կասեմ ինչի է տվել, հեսա կասեմ։ Միևնույն ժամանակ ասում եմ ադրբեջանական լեգիոնները, որոնք ամենաշատն են դավաճան, ամենաշատն են անցել թշնամու կողքով, ու մենակ հենց նես չէ, որ անցել են, զինված գցել են կոտորել սովետական բնակչությանը, կոտորել բարի իմաստով, բարի ամենալայն իմաստով, իրանք ամենաակտիվն են եղել, դրա համար էս բանը ամենասիրած հերոսներից մեկն է եղել, Հիտլերի, որ ավելին արել, նույնիսկ բաներն են զարմացել, ֆաշիստներն, նացիստներն են զարմացել, որ սենց կարելի է սենց ակտիվությամբ ու սենց կոպիտ ասած ջիգյալով բնակչությանը կոտորել։ Դա սեփական բնակչությանը։ Ու սրանց արժանը կա։ Ու Մոսկվայից երբևէ լսել եք բողոք։ Չէ, գիտեք ինչի, որտեղ իրենք են ֆաշիստ։ Հիմա գնանք սրան, IS-ի Այսա ես վերափոխել երկիրը ոչ միայն վարչապետիկ պետք է փոխես, դու քեզ հետ պետք է փոխես։ Ու սա գնացել է այդ շքերտին, ասում ոչ թե վարչապետին պետք է փոխես, այլ դու քեզ պետք է փոխես, դու քեզ վարչապետին մի փոխի։ Վարչապետը պետք է շիզոֆրենիկ ու տականք լինի, դու քեզ փոխի, քեզ որ հարմարվես։ Հա, որ նորմալ նայես, որ այդ ֆաշիստներին գնացել է, քո զինվորին, քո բնակչությանը կոտորողներին գնացել է պատիվ տա։ Հեսա մի քիչ դա մասին ավելի մանրամասն խոսենք։ Այս կադրերն եմ ուզում դուք նայեք մի բան։ Մի քանի զայնագրություն եմ նայել։ Այս սպիտակ մազերով մարդուց բացի, տենց էլ այս ճիվաղը ոչ մի կետ չկարողացավ շփվել։ Այս էլի կուլտուրական մարդը գրողի ծոցը չի ուղարկել։ Այստեղ ավելի Հիշում եք սա Լուկաշենկոն ինչ էր ասում։ Ինչ էր ասում, էլ շանցանունդ, էլ գիժված, ինչ ասես ասել է։ Ստեղ նայեք։ Տեսակ, սա սին էր։
Չինաստանի նախագահ եկավ Լուկաշենկոյի ողջունեց, էլի կողքով կողքից կանես մտածեց իրեն էլ է բալեր տալուց, կի այն բանի տեղ չդրեց, վերընկավ իրա տեղը, սա էլ նայք, այս տեսարան այնքան խոսուն է, այս թշվառի այս տեսարան այնքան խոսուն է, մանավանդ այս տեսարաններից հետո, տեղական շուկայի համար այս տեսարանից հետո, Վերենգի տեղը տասի, ներվերը չուտեց, դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ու գնացել է այսօր այդ օտարերկրյա տեղը, որտեղի շպիոնը համարում է պետության համար վտանգավոր։ Այս վիճվածքին տեսնում եք, տեսակ են բանը դիրքը, այս էլա։ Դրսում կատու, որբ, եթիմ, ներսում կատույա ճղում, այ։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ածեի պատվալը, որ մամուլի ու ես թեմ կես առյուստը, տեսակ ոչ մեկ եթիմ, ընդվերում ասում, բոլորին մեղադրում է Ռուսաստանի ծառայելու մեջ ու հաջորդը վազում է Ռուսաստան, հաջորդը վազում է Ռուսաստան, իրականում ստեղ ոչ մի հակասություն չկա, Գյորգ ջան, պայքարը գնում է մենակ մի բանի շուրջ, ով ավելի նվիրված կծառայի Ռուսաստանը, ով ավելի, տեսեք ինչ ասես ասում է, 5-րդ շարասյուն, Ռուսաստանի ստրուկներ, շպիոններ, վաղում է Ռուսաստան, ու այս ամբողջ ընթացքում դուք երբևէ լսել եք, որ Զախարովան ասի, Ռուսաստանի անունը չտաս, կամ այս ինչ համեմատություններ է, այս ինչ նեգատիվ լույսի տակ ես բանան ներկայացնում էր ագենտուրային, չէ, այնքան նորմալ է, ոչ Պուտինն է նեղվում դրանից, ոչ Զախարովան է նեղվում դրանից, իրաց ագենտներն են, ինչ ուզում են թող իրան են, կարևորը որ իրան լավ ծառայեն, այս ամբողջ կռիվը մի բանի շուրջ է, ով ավելի լավ ծառայելու, բայց Նիկոլա անմրց ստեղ արդեն ինքը բան է, մրցակցությունից դուրս է, որովհետև ոչ մեկ ավելի լավ սենց չի կարա ստորանա վերջի եթիմի նման, քան ինքը։ Ես հասկանում եք, չէ՞ որ այս երկուսը նստածին ես Ներսինա, բանը Տոկաևնա, Պուտիննա, Լուկաշենկոն, ինձ համար զրվելի եւ անտունել է սկեյպարը։ Գարշելի է։ Բոլորի համար է գարշելի։ Հիմա հարց է ծագում, բան չի է գնում։ Ինչի է գնում այնտեղ, երբ որ գիտի, որ իր կողմից ստեղծված իր եվրոժետոնները հիմա վիճակի մեջ են հայտնվելու։ Իրան աջակցող բոլոր մութ ու սև ուժերը, այն որ տակից աջակցում են, հիմա վիճակի մեջ են հայտնվելու, հա։ Ինչի է այդ մարդկանց հիմա վիճակի մեջ դնում։ Մի շատ բարձ պատճառով։ Ոչ թե որ ինքը այնքան զզվում է դրանցից դրամը, ոչ։ Ինքը հասկանում է, որ սրանք մեկը ինչքան ուզում է իր գովքը անեն, այս սազանդարները, մեկը ինքը ռեյտինգ չունի, միակ հանգամանքը, որ կարող է իրան պահի իշխանության, դա իր կարծիքով։ Պուտինին անսահման նվիրվելն է եւ ամեն ինչի պատրաստ լինելն է նրա համար։ Հասկացաք։ Դրա համար էլ ներսի իր ռեյտինգի վրա, իր համար չաչարվողների համար, դա թքած ունենա։ Վաղ ինչ պետք է ասի օրինակ Խզմալյան Տիգրանը կամ Խոշուձյան, չգիտեմ, Լևոն Շիրինյանները, Արամ Սարգսյանը, ինչ պետք է ասեն, ոչ մի բան, սկսեն արդարացնել խիագնացը, պետք է սկսեն կամ չխոսան երկար ժամանակ կամ կլռան, հետո կմտածեն լավ, ժողովուրդը, քանի որ իրենց կարծիքով հավի հիշողություն ունի, նույնիսկ սկսեն խոսել բանը եվրոպական ինտեգրման մասին, հասկանում եք։ Հիմա հարցը չէ առաջանում։ Ինքը, եթե ուզում է ժողովրդի մեջ ռեյտինգ ունենա, ինչու մի բան պետք է թողի, գոնե այդ իր խոսացող գլուխներին չզրկի խոսելու իրավունքից։ Ինքը փաստացի զրկում է բոլորին խոսելու իրավունքից։ Չնայած նրանք շաներես ունեն, դհոլիկ ասի է դրանց երեսը։ Այսա մի երկու շաբաթ կլռեն ու կսկսեն նույնիսկ խոսալ։ Այն Վարդան Պետրոսյանը մի լավ ներկայացում ուներ, չեմ հիշում, ո՞ն էր։ Ասում է դրանց երեսը, բանը, ասում է սենց պլաստիկ ոնց որ նկար լինի, ինչքան ուզում ես թքի երեսի։ Ինքս ասում եմ շորովանում այ լինի տղենա։ Ինչքան ոնց որ ապակի կաշացնի, ինչքան ուզում ես թքի դրանց երեսի։ Հիմա շորովասում եմ։ Ժամանակի հետ բան չի եղել։ Հիմա հարցը ցակում, չէ՞,
որ ներսի ռեյտինգի համար մի բան չթողես, որ դրանք խոսան քո համար, հա։ Ինքը հասկացել է, որ չէ, իրա պետք չի, որտեղ դա արդեն անհնարին է։ Միակ մարդը, որ իրան կարապայի իշխանության ղեկին, իրա կարծիքով դա Վլադիմիր Վլադիմիրովիչն է, ով ասում այստեղ կանգնի ստեղ, թուրքերը դեմովդ կանցնեն, դու պատիվ կտաս, եւ հենց այդ օրը հակոթային պաշտպանությունը նվիրում Ադրբեջանին։ Վաճառում է, իրական չի, նվիրում է թե վաճառում։ Ու միևնույն ժամանակ, հիշեցնեմ, Հայաստանից փողը վերցրել է, դեռ չի տվել զենքը։ Հայաստանից փողը վերցրել է, չի տվել զենքը։ Բայց ինչ որ կա, վաճառում է Ադրբեջանին։ Հասկանում եք, չէ՞, այս ամեն ինչը իհարկե երկար չի կարող տևել, որովհետև Պուտինը ինքը հավերժ չի։ Պուտինը ինքը հավերժ չէ։ Իսկ Ադրբեջանը այս ընթացքում ինչ է ասում։ Հայաստանը նոր դագարների համար տեղ պիտի պատրաստի։ Սա Ադրբեջանի հասարակն է այսօրվա, ինքը ինչա պլանավորում։ Զենքերը գնում է, հակոթային պաշտպանությունը գնում է, զորավարժություններն անում է, իր զորքին ուղարկում է Ռուսաստան, որ այնտեղ այդ գազան яшմայի տղեկը, հա, սենց, դե հայ չկա, չէ, զինվոր դիմացները, կարող են սենց պին մանգալ։ Իրանք դες պինդ են մանգալի, քանի դեռ հայ զինվորին չեն տեսել հեռավորության վրա։ Ասում է դուք եկացте, բայց որ զինվորները չեն գա, Նիկոլ։ Ալիևը կարա գա, կարա չգա, բայց դու պետք է կանգնես իր զինվորներին պատիվ տաս։ Դե մա ինչքան կօգտագործի, ինչքան չի օգտագործի, չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան։ Պուտինը քանի որ հավերժ չի նշանակում այս ամեն ինչն, հավերժ չի կարող շարունակվել։ Այսօր մի sense նկար ընկավ, քանի որ ակտիվացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի արծիվ տղեկը պաշտպանող, ես ուզում եմ հիշեցնեմ, որ բոլորը ձեր կապիկներն ունեցել եք ձեր ժամանակներին։ Բոլորը հայոց արծիվների ջոկատը բարեկամ Ռուսաստանի հետ պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ։ Բոլորը իր ժամանակին իր կապիկներն ունեցել է։ Ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի կապիկն հիմա բանն է, այս Սասունը։ Ամենասասունը, ահա։ Այս էլ իր կապիկն է։ Այն էլ նրա կապիկն է։ Դուք ամբողջ այս համակարգն ինչ որ կա, դուք իրարից ոչինչով չեք տարբերվում, բացարձակապես անուն ազգանով, միայն անուն ազգանով։ Տեսեք ստեղ ինչ է կատարվում։ Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլ ընտրանք չունենք, ասում է Գագիկ Քերյանը։ Գիտեք։ Զո շքերները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմական քաղաքական նշանակություն, խոր իմաց քաղաքագետ Գագիկ Քերյանն է գրում։ Դասախոս մարդ է։ Դասախոս մարդ։ Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք էլի այլ ընտրանք չունենք։ Համասանի դասախոսն ասում, հյուսիսին եկող այլ ընտրանք չունենք։ Ձերը հետը շեշտում է քրիստոնյա, այսինքն մնացածը մամենական են, Ռուսաստանը քրիստոնյա։ Հիմա Գագիկ Քերյանը պետք է պատասխանի։ Լուրջ։ Լուրջ ես ասում հիմա դու։ Ընդամենը 2 օր առաջ էր Կիրիլը պարգևատրում հայասպան, հայատյաց, մահմեդական, քրիստոնեական բոլոր ժառանգությունները պրծող ավիրող Ալիևի կնգան։ Ու ռուսական եկեղեցում էլ աղոթում էր բազմաչարչար Ալիևի փրկության համար։ Լուրջ եք ասում դուք կա։ Ձեզ դեռ լուրջ ընդունող կա։ Ու տեսեք, այո ասում է կարող եք Շուշին գրավել իհարկե, եթե այս տղեկը գա։ Այս սերունդը նորից ծնվի, սրա փոխարեն։ Հա։ Հիմա նույնպես եմ ասում, որպեսզի մենք կարողանանք բան անել նաև Արցախը պետքա սա էլ չլինի։ Չի կարող համասանի դասախոսը ասել հյուսիսային հսկայի փոխարեն մենք այլ ընտրանք չունենք, քրիստոնյա այլ ընտրանք չունենք։ Չի կարող լինի, Ժորժ ջան։ Այսինքն մեր ամբողջ պատմությունը ապացուցում է հակառակը, բայց նրանք մեկը էլի նույն բանը, ասենք իրանք այդ տեքստն են սովորել 70 տարի առաջ, կամ ասենք 50 տարի առաջ, լավ։ 50 տարի առաջ նույն տեքստն են սովորում, անկախ իրավիճակի փոփոխությունով, այս նույն մարդիկ նույն բանն են կրկնում։ Հիմա եթե մենք ուզում ենք Շուշին հետ վերադարձնենք, սա էլ պետք է գնա։ Իրա
ուղղությամբ։ Հարմար, հիմա ես չեմ ասում, որ շատ չներվի, բայց դու գիտեք որ պետք է գնա։ Ես հոտեսա Գագիկ Համբարյանը կոչ ա ուղղել Սեյրան Օհանյանին, որ վայ դրեք ձեր մանդատները, մի տեսակ զարմացա, որ սենց հիմա ուզում հարցնեմ։ Հա, կարծամ ոնց է հիմնավորում, նախ ասում է 3 ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող խուլիգանի եւ նրա թայֆայի ներկայացուցիչների վարկագիծը Սեյրան Օհանյանին հերթական անգամ ստորացնելու նվսեմացնելու օպերացիան շատ ծանր տպավորություն թողեց։ Հա։ Ու ասում է դուք դասիրակված եւ կիրթ մարդ եք, հաղթանակած գեներալ, ինչու եք ջանադրաբար մնում այդ ախորում։ Ես տալի արդեն, հա։ Եվ թույլ տալի ժամանակ առ ժամանակ Նիկոլական Եսիմիչերը ձեզ վիրավորեն, հարվածեն, շշը, քաշեն, քաշքսեն, վռնդեն, ոնց թե։ Պարոն Համբալյան, լուրջ կարծում եք, որ Սեյրան Օհանյանը ձեր մնացածի խորհրդի կարիքն ունի։ Լուրջ մտածում եք, բայց ես ուղղակի փաստ եմ ուզում հիշեցնել։ Սա Սեյրան Օհանյանն է, ճիշտ է։ Սեյրան Օհանյանը սրան ապրիլյան պատերազմից ահագին ուշ այս համազգեստը հակնելու համար 16 թվականին պաշտքեվացրել է Սեյրան Օհանյանը։ Ու հիմա էլ այսքան բանից հետո էլ հիմք չի տեսնում իր նկատմամբ անվստահություն հասնելու հարցնելու համար։ Հիմա այս հարց եմ ուզում տամ, պարոն Համբալյան։ Դուք լուրջ մտածում եք այսի չի։ Դուք լուրջ մտածում եք, որ ինքը մեր խորհրդի կարիքն ունի այդ նվաստացումն ուտելու թե չուտելու, բացարձակապես։ Ես ասեմ ավելին, իրան ոչինչ չես ստիպում 16 թվականին ապրիլյան պատերազմից 1 ամիս հետո սրան ստաներ, այնպես վիժվածքին տաներ ընդեն նկարեր, հետո ինչու մի բանի համար պատվոգիր տար։ Ոչ մի բան իրան չես ստիպում։ Եթե իրար ասած չնեին, հաստատ դա Սեյրան Օհանյանը չէր անել։ Ուրեմն ասել են, ճիշտ է, ասել են։ Այդ նույն մարդը հիմա ասում է պետք է նստես, շշշպրտեն վրետ, քեզ նվաստացնել ու դու պիտի ձեի չանես։ Ինչն է այստեղ տարօրինակ։ Որտեվ ես հենց եմ հասկանում։ Եթե դու բանակի գեներալ ես, նախարար, եթե դու լավ դասիրակությունը թույլ չի տալի շիշը հետ շպրտես, դու առնվազն պիտի այդ շիշը շպրտելուց հետո դալիճ չմտնես։ Այդ դալիճը մտնես, բայց հասկանում եք, չէ՞ որ անընդհատ ընդեղա սպասում է երբեն հերթական շիշը վրան շպրտելու, երբեն իրեն նվաստացնելու, ու ինքը դրանից հետո էլ ասի ես ընդեր չեմ տեսնում ոչ մի խախտում։ Ես պատճառ չեմ տեսնում այդ մարդու նկատմամբ ինչ-որ բան կիրառելու։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ ձեզ։ Արեք, հարմարվեք այս ճշմարտության հետ, որ սրանք, հա, այսան բոլորը նկարագրված չէ, պատրաստված, դրված, սրանցից ոչ մեկ պատահական իրաց տեղերում չի հայտնվել։ Դրված է այս ամեն ինչ իրականացնելու համար, որ Փաշինյան Նիկոլը միայնակ ո՞ս պետք է աներ։ Դու պատկերացեք մի պահ Փաշինյան Նիկոլը իրոք ընդդիմություն ուներ ախորում ձեր ասած, որը լրիվ համաձայն եմ ձեզ։ Դու պատկերացնում եք դա բան լինի, լավ, ձայները չէր հերիքելու, ասենք որոշումների վրա ազդելու, ասած ձեզ մանդատները կշպրտեին դուրս կգային խորհրդարանական ճգնաժամ եւ վերջ լուծարումը խորհրդարանը։ Պատկերացնում եք, եթե հանկարծ ընդեղ չլիներ Սեյրան Օհանյանը, այլ լիներ իրոք արժանապատվություն ունեցող մարդ։ Ես ասում Սեյրան Օհանյան մենակ ես իրեն նկատի չունեմ։ Ինքը ուղղակի հավաքական կերպար է։ Հավաքական այն աստիճանի վատ կերպար է, որ ինքը իր հավաքական կերպարի մեջ նոսրացրեց, սատկացրեց, ստորացրեց հայ գեներալի կերպարը։ Հայ գեներալ, իսկ հայ գեներալը ի՞նչ է դարել այսօր։ Կոնֆորմիստ։ Պարտված դավաճան հողատու ու այդքանից հետո ասում եմ հիմք չեմ տեսնում իր նկատմամբ իրան անվստահություն հասնելու համար։ Ասեմ Սեյրան Օհանյանը մենակ չի որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում, դա չի ամենամեծ մեղքը, ամենամեծ հանցագործությունն է, որ մեր բոլորիս պատկերացման մեջ հայ զինվորականը դա մեր պաշտպանն է, չէ։
Ես օրինակ հայկական գրականության վրա եմ, բայց ասել Ռաֆի Սեդոխանզազյան, այ իմ համար այդ հայդուկի կերպարը, չաուշ, այդ իմ երազանքն ա եղել, այսինքն ես այդ հոգեբանության վրա եմ մեծացել, դուք պատկերացնում եք հիմիկվա երիտասարդի համար, բանակի գեներալը, դուք պատկերացնում Խաչատուրով, Բաղմանյան, Սեյրան Օհանյան, ձեր ասած բարեկրթությունը չի նշանակում լինել ոչխար, բացարձակապես, բարեկրթությունը դա բարեկրթություն է, եթե նույնիսկ բարեկրթությունը թույլ չի տալի այդ շիշը հետ շպրտես, որը կարելի է ուրիշ ձևով իհարկե անել, բայց ամենապես դու էլ չես կարող ընդեղ մտնել, որտեղ քո գեներալի արժանապատվությունն այնտեղ տրորվում եւ շարունակվելու է տրորվել։ Դուք հասկացում եք, որ վաղն է գնալու, մյուսօրն է գնալու է, որովհետեւ այն մարդը, այն օղակը, որն ասել է 16 թվականին այս անասունին հələ պաշտպանում ենք, բան ենք անում, պատրաստում ենք հələ ուղարկի մի ամիս հետո ապրիլյան պատերազմից մի ամիս հետո ապրիլյան պատերազմին մասնակցելու համար պարգևած է։ Գիտես ինչ է։ Այդ նույնը ով իրան ասել է, հիմա ասել է պետք է նստես ընդել, լսես քեզ ինչ են ասում։ Դրա դիմացել օրը 22000 դրամ աշխատավարձ ստանաս։ Եվ երաշխիքներ, որ քո հանցագործությունները չի բացահայտելու։ Քարոզիա պատերազմից սկսած մինչև բանակի թալան։ Հա, չէ՞ որ այդ ամեն ինչի իր ժամանակ ա եղել։ Այդ էլ քեզ երաշխիքները, ընդեսվող միամիտ է։ Ես հասկանում եմ անկեղծ ձգտում ես ամեն օր եմ նույն բանն ասում, բայց հասկանում եք, չէ՞, որ եթե դա լիներ, դա կլիներ առանց մեզ ասելու։ Եթե դուք կոչ եք անում, ես էլ կոչ չեմ անում, ասում եմ, դուք դատապարտում եմ ես։ Ես ընդհանրապես դատապարտում, դուք հանցակից եք ու մենք դա գիտենք եւ մենք դա տեսնում ենք։ Եվ այսպես սրանք այն աստիճանի հիստերիայի մեջ են։ Չեք օրենքից։ Դե ասում եմ անջատեք հա։ Դե չգիտեմ, դե ինձ ցույց տվեք, որ ես անջատեմ։ Ինչ չգիտեք։ Օրենքը չգիտեմ։ Դե անջատեք։ Դե օրենքը բացատրեք, ցույց տվեք։ Ես դե ասում եմ, ոստիկանության շենքում եք գնում, չի թույլատրվում, անջատեք հեռախոսը։ Ինչ է սա։ Խնդրում։ Հիմա ոստիկան տանում են հիվանդանոց։ Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը անկատ է ներկայացել։ Ստուգվի հիվանդանոց։ Ինչ, բայց ինչ եղավ, խփել են գլխին։ Ինչ են արել, բայց ինչ էր ինքը բղավում։ Ինչ ա եղել։ Ես եմ լսել բղավոցները։ Լրագրողի ուժով քաշելով տանում են հիվանդանոց։ Ու ձերբակալում են։ Լրագրողի Գյումրիում։ Հիմա ես հարց եմ տալիս։ Երկու երեխու մորը ձերբակալում են, որովհետև ինքը գտել է ով հայ հողերը տա, ձերքերն ու մոտերը պետք է կատարվի։ Հետաքննող լրագրողին զորով ծեծելով ջարդելով տանում են հիվանդանոց։ Զարուհի Փոստանջյանը մի ամբողջ հարուցում անել, ես ամբողջ չեմ ուզում ցույց տամ, բայց կարող են մենք նայել։ Սենակ չկա։ Մեկի մոտ Լիլիթ Աղակյանին տեղափոխեցին այս շտապօգնության մեքենայով հիվանդանոց։ Այս չգիտեմ ոնց բացատրեմ Շիրակի մարզի գազանների գործողությունները։ Մի խայտարակ վիճակ է։ Եկել ենք հիվանդանոց, հիմա չգիտենք ինչ է կատարվում։ Ոնց են, ինչի բերեցին Լիլիթ Աղակյանին այստեղ։ Մեզ թույլ չտվեցին նրան մոտենալ։ Չենք իմանում ինչ է կատարվում, բերել են հիվանդանոց։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ստանգման հետևանքն է այդ քննիչի եւ այդ Չիչոյան դատախազի կողմից։ Դե ես հարց եմ տալիս, դատախազին ես, ոստիկանին ես, բոլորս այս տականքներին, ես հարց եմ տալի։ Դուք հեչ մտածել եք, եթե արդեն այս իշխանությունը երկու մանկասակ երեխու մորա ձերբակալում։ Ձեր ձեռքով։ Լրագրողա ձերբակալում, հետաքննող լրագրող։ Ձեր ձեռքով։ Դուք հասկանում եք, որ դուք անտեր եք մնալու վաղը, ձեզ են նույն բանն անելու եւ ձեր հետևից ոչ մեկ չի գալու։ Զարուհի Փոստանջյանը եւ ցանկացած այլ փաստաբան կամ իրավապաշտպան ձեր հետևից չի գալու։ Ձեզ չեն կարողանալու փրկել։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք անում այս երկրի հետ։
Ձեր լափի համար երեք բան կար, չէ՞ ցուցակ կար։ Այն Բեղլուներ կարդում, ասում է մենք 22000 ենք օրական ստանում պատգամավորները, 11000 ոստիկանն է ստանում օրական, 1700 դրամ զինվորականը։ Օր ու գիշեր բաց երկնքի տակ, անձեր ձյուն, 1700, 11000 եւ 22000։ Սա գիտեք ինչ թվաբանությունն է։ Ուրեմն նայեք, Նիկոլին Օրենսդիր մարմնում պահելը 22000 արժի օրը, ֆիզիկապես իր մահակը օր արժի 11000, բայց այն որ երկիր է պահում 1700 դրամներ իր շատ է։ Դուք հասկանում եք դուք ինչ երկրում եք ապրում։ Այս թվերը ձեզ բան ասում են։ Այս թվերը ձեզ բան ասում են։ Հիմա ես ասեմ սա ինչա ձեզ բերելու։ Դուք բոլորդ անպաշտպան եք։ Դուք եթե այսօր մանկահասակ երեխու մոր եք ձերբակալում, հետաքննող լրագրող եք ձերբակալում, տանում ջարդում լսում եւ ան, դուք հանցագործ եք ու անպաշտպան։ Վաղը ձեզ պաշտպանող չի լինելու։ Լսեն Գաբրիելյան Արտուշին ոնց մի վայրկյանում ակաժներով բոլորին լսեցին այնտեղ, չէ՞։ Պետք էր, կարող է տեղներ մեկին պետք։ Կարող չգիտեմ, կարող միտեղ խմած մի ավելորդ բան ասել, բայց ինքը չի կարա ծպտուն անի, որտեղ ինքը անպաշտպան է, ինչպես ձեր նման եթիմները։ Արա այդ պագոնները, որ դե ուսերին դնում են, ձեզ ասում են վերջ, դուք արդեն ամեն ինչ կարող եք անել, դուք պաշտպանված եք, ու դուք էլ հավատում եք դրան։ Լուրջ դուք հավատում եք, որ Նիկոլը կարող է ձեզ պաշտպանի։ Նիկոլը մի հատ բան ունի պաշտպանել, այդ իր իշխանությունն է։ Էնել ենքան ինչքան կարա, վաղը ձեզ բոլորին փորն է տալու, առաջին հերթին ձեզ է փորը տալու։ Դուք ես ինչ եք սարքում ես երկիրը։ Ես այսպես կադրեր որ նայում եմ, արա ասում եմ չբռնեմ, ես անցնեմ այս հակառակորդի կողմը, ամեն ինչ անեմ, որ ձեր այդ օրը շուտ գա, էլի, այս են ձեր այդ օրը, լսեմ։ Ինչ բայց ինչ եղավ, խփել են գլխի, ինչ են արել, բայց ինչ են ինքը բղավում, ինչ ա եղել։ Մտածում եմ մարդ այդ բանը հակառակորդին թշնամուն օգնել, ասի ախպեր, սրանք իրավունք չունեն ապրելու, էլի։ Արա ինչ ուզում ես։ Առնվազն չեմ խանգարել, արա ինչ ուզում ես։ Հասկանում եք դուք ինչ եք բերում։ Մեկը ես ուզեմ, չուզեմ, դա լինելու է։ Ես օգնեմ, չօգնեմ, նա ինքը ասում է, չէ, Երևանը պետք է արդեն սկսի դագաղներ արտադրել։ Պարզ ասում է, ձեզ թվում է դուք դրա մեջ չեք մտնում, արա։ Լուրջ, ես թվում է, որ ոստիկանի համազգեստը ձեր վրա է, ձեր կտորը փամփուշ չի ծակելու։ Ձեր երեխեքի խնայելու է։ Ով է ձեզ ասել, որ անևի նշած թվերի նպատակների մեջ դուք չկաք։ Ով։ Էսի հասկանալու համար, տարական ուղեղը պետք է, ես շատ չեմ ասում, էլի, այն մանանեխի հատիկը գիտեք, չէ, մանանեխի փոշին, նույնիսկ այն դուք դան գարչիցա եք ասում, այդ փոշին գիտեք ինչքան մանր է, այդքան եթե ուղեղ լիներ, սա կարելի էր հասկանալ։ Սա կարելի էր հասկանալ, էլի։ Լավ, այդ էլ չկա, դուք ձեզ երեխեքի մասին չեք մտածում։ Մարդը պարզ ասում է, սկսեք դագաղներ սարքել, ձեր համար։ Ժոր, նույնց ասում էլի, ես չեմ ուզում կրկնվեմ, բայց նույն բանն է գալիս։ Շուշի ենք ուզում, պետություն ենք ուզում, սա պետք է գերիշխի մեր մոտ։ Այս տեսակը պետք է գերիշխի մեր մոտ։ Եթե այս տեսակը մենք չենք կարող վերածնել, դաստիարակել, համախմբել, ոգևորել, եթե սա պետք է, սա չլինի, սա փոխարեն սրանք պետք է լինեն, նշանակում ողջույն օֆիսի դռները փակելու ժամանակն է արդեն։ Որտեվ սրանք Որտեվ սրանք իրանց լնայ, մարդուն ձերբակալում, որտեվ սրանք իրանց օրա հացի 11000 դրամի, սեփական մորն էլ կան ձերբակալեն, կտանեն կանձնեն Թուրքին։ Սա Ուսա ռեալ է, ես չի որ ասենք ուրիշ երկրին վերաբերվում, սա մեզ է վերաբերվում, ես մարդիկ մեր կողքն են ապրում։ Եթե մեր վերաբերմունքը սրանց նկատմամբ չփոխվեց, կներեք մեզ ոչ մի չի փրկի ուրեմն։ Հիմա անցնենք սրանց, լսած լսեք։ Սաբանեք, ասեք, թե ինչ կա եւ ինչ է կատարվում անիֆի գործով,
որովհետև այդ գործը քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս։ Այս ալենի որ մարդ տեսնի, ասեք այդ պետք է հնարավոր չի։ Ոչ թե ասենք դատավարությունից բանից, ես չէ, ուսուցիչ բան նկատում։ Ինքը լավ չի, ու դա իր դեպքի ներում ասեք, որ ոչ պրոբլեմ ունի, յանել փրկել հնարավոր չի։ Պետք է ուրախ լինի, որ յան ուղղակի հասցնեն դատարանեն, որտեղ կարող դատարանում բնիշ լինի, եթե դատարանում չէ, էլ բերթում բան, ու կարող յան հետ վերանալ դե։ Գնացած տեսական, գնացած վիճական մոտը, գնակարը։ Եվ մեր ընդդիմադիր գործընկերները հաճախ հենց հղում են անում դրան եւ տպավորություն ստեղծում, որ իշխանությունը փորձում է կամ փորձել է այդ գործը ինչ որ ձևով ծածկադմփոց անել, որովհետեւ ձևով դրա մասին չխոսել։ Հիմա ես ձեզ հարց եմ ուղղում եւ խնդրում եմ ներկայացրեք մեր падգամավորներին, մեր հանրությանը այդ գործով ինչ զարգացումներ կան, ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել եւ ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես տրամադրվել էի արդեն եզրափակիչ ելույթում այս հարցին անդրադառնալ, որովհետեւ ակնկալում էի հանրային քննարկումներին հետևելով, որ այս հարցը կհնչի, շնորհակալ եմ, որ հարցը բարձրաձայնեցիք, էլի չվնասելով նախաքննությանը, որովհետև ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում եւ առաջիկայում նաեւ քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում, շատ կարճ։ Լսում եք ինչ է ասում, ակտիվ քննչական process-ների մեջ են եւ ապագայում քրեական հետապնդումները չեն բացակայում, չեն բացառվում։ Ասեմ խոսքի ինչի մասին է։ 7 տարի է ստեղծվել այդ կազմակերպությունը։ Մեծ մանով եմ ասում, էլի, կոպիտ։ Բյուջեից փողը փոխանցում են այնտեղ եւ այնտեղից անհետանում է։ Ու 7 տարի է փողը փոխանցում են այնտեղ, այնտեղից անհետանում է։ Ընդ որում գնում է այդտեղից գնում է հիմնարկներ, որոնք գոյություն չունեն։ Ու սրանք ակտիվ քննչական միջոցառումների մեջ են, ակտիվ։ Այնքան ակտիվ ու չի բացառվում, որ քրեական հետապնդումներ լինեն։ Ու սրանց լուրջ լսում են։ Մեկը չասի, լսի, դուք ապուշի տեղ եք դրել։ Դուք լրիվ իդիոտ եք, այսինքն բյուջեից մի հատ հիմնարկ գնալու համար փողը Անդերսես մի հատ կոճակ էր, մեկը սխմեց ու դե գնաց, ու չիմացան ուր գնաց։ Ու չիմացան ով է դրա հետևը կանգնած, ինչ հաշվարկով գնաց, ով է ներկայացրել այդ նախահաշիվը, ոնց հիմնավորեց հետո 7 տարի։ Ուսանք հենց խոսում են գնանք առաջ։ Ժամանակահատված հետո ուղղակի կարճ նշեմ, թե քննությունը այս պահին ինչ հիմնական ուղղություններ է ներառում, որովհետև մի շարք լրատվականներ տարբեր պարբերականությամբ իրենց հետ ուսումնասիրություններն են հրապարակում, ենթադրելով, որ քննությանը դրանք հայտնի չեն, բայց այդ հրապարակումները եւս դառնում են ուսումնասիրության առարկա։ Փաստորեն մենք ամենի մասին գիտենք, հետ դու մի գրի։ Դու մի գրի, որտեղ $2 միլիոն փոխանցվել է Մոսկվա ինչ որ կազմակերպության վրա, որ այդ կազմակերպությունը գոյություն չունի։ Մի գրի այդ մասին։ Մենք ամեն ինչ գիտենք։ Կամ մնացածը, չգիտեմ, Վարդան Ղուկասյանն էր, չէ՞ սրանց հանուն տրասները։ Մի միջալոց Վարդան Ղուկասյանն ասացի, մի տեսնգա։ Վարդան Ղուկասյանի հետ բերեկերները խոսել են, ընկերներից մեկը, մասնավորապես էլի իրավաբանի հետ կապված ինչ է մտածում, վստահում է թե չէ։ Ուրեմն բոլոր հարցերը որ գալիս են ինձ իրավաբանի մասով, մի բան անենք, օգնենք, իրավաբան գտնենք, մոռացեք այդ ամեն ինչի մասին, Վարդան Ղուկասյանը իր իրավաբաններին վստահում է եւ վստահում է մենակ իր իրավաբաններին, այսինքն ոչ մի օգնություն կողքից պետք չի միանհանգստացեք, ամեն ինչ իր ունով գնում է։ Ամեն դեպքում սա Վարդան Ղուկասյանի պատկերացումն է, խնդրում եմ ինձ Էլ մի գրեք այդ մասով, ես ոչ մի մատ չեմ նախաձեռնելու, որտեղ նախաձեռնող խումբ կա, աշխատում են, մի գործով չեն կարող 100 մարդ զբաղվել։ Հիմա վերադառնանք մեր ասացին։ Վարդան Ղուկասյանն իր հերթի սրանց այս հանցագործությունների մի ամբողջ շղթա բացահայտել է։ Ոչ միայն բանը, հետքը, Ղուկասյան Վարդան։ Հիմա սրանք ասում են դուք որ գրում եք, մենք դա մասին գիտենք, դուք կարող եք չգրել։ Տեսնենք ինչ ասում։ Շատ կարճ ուղղակի նշեմ, որ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության
վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են անիվի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր եւ պարգևավճարներ ստանալու հայկական ավիաուղիներ Փակbaşıны դիրական ընկերության Flyarna, Anti-Service, Outsource SP, Areva Consulting, Caucasus Services, Midcube K&G, Masdar, Սերմից Ֆերմա, Hard Rock, Global Connect, Tavros, ապագա Project ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները։ Ես հատուկ նշեցի ընկերությունները, որտեղ յուրաքանչյուր դրվագ, որը շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված։ Ուրեմն հասկացաք սանկոն, սրանք են կազմակերպություններն են, փող եկել անիվ, հա? Սրանք են կազմակերպությունն են, որտեղից անիվից գնացել է ընդեղ այդ փողը։ Ու չկա այդ փող։ Ու սրանք դեռ ուսումնասիրության շրջանում են, որովհետև անիվի աշխատողները մեծ պարգևավճար են ստացել եւ աշխատավարձեր։ Սա է քրեական գործը։ Այդ ամեն ինչը ի սկզբանե է ստեղծվել դրա համար։ Ի սկզբանե եւ նույնիսկ եթե դրա համար չէ ստեղծվել, իրանց աշխատանքի արդյունքում փոշիացվել է միլիոնավոր դոլարներ։ Վնասը հատկացվել հայկական ավիաուղիներին, այսինքն դա մենակ հենց դա փոշի փոշիացումը չեմ ասում, մենակ դա արդեն քրեական գործ է։ Այդ չեմ ասում, եթե մենք դատախազություն ունենայինք, Տաթևիկը, ավիացիայի Տաթևիկը, վաղուց պետք է կարող վատ ասել, բայց իր երեխուն պետք է կերակրել բանտում։ Հասկանում եք ինչ վիճակի մեջ է։ Հիմա էդի չեղավ։ Հիմա ասում եմ փող եկել անիվ, գնացել այդ հիմնարկներին, սրանք խոսում են անիվի աշխատողների բարձր աշխատավարձի մասին։ Ու իբր դուք չգիտեք այդ փողը ուր է գնացել, այդ աշխատավարձներն ովքեր են ստացել, ովքեր են այդ աշխատավարձ ստացողները, հա? Այդ գումարները, լույսի չեղած հիմնարկների վրա գումարներ են փոխանցել, ոչ թե 1000 դրամ, դու պատկերացրու չեղած հիմնարկների վրա միլիոնավոր փողեր, միլիոնավոր դոլարներ փոխանցվել չեղած հիմնարկների վրա, ու մի անգամ չի եղել է դա։ Պարբերաբար գնացել այդ ու այդ հիմնարկները ոչ մի հաշվետվություն արած գործի վերաբերյալ չեմ ասում, որ այդ հիմնարկների վրա միջև փող գնալը, այդ հիմնարկները ինչ որ պետք է կենսագրություն ունենային, չէ՞, ցույց տային, այս ինչ ծրագիր են արել իրենք, որ նույնը անելու համար Հայաստանում իրանց փողա պետք գնալ, փողա պետք տալ։ Ոչ մի չկա, դες ինչ սա խոսում է սա։ Գնանք առաջ։ Դրվագները նկարագրելով սրանք բոլորը քննության առարկա են քննչական կոմիտեում եւ ինչպես նշեցի, եթե հոդվածները հետաքրքիր են կարող եմ թվարկել, դրանք հիմնականում 277 հոդվածներ քրեական օրենսգրքի, 256-ը ծանրացնող հանգամանքներում, մի քանի դրվագներով եւ մի շարք անձանց վերաբերյալ եւ առաջիկայում կարծում ենք, որ մենք հանրությանը արդեն պատրաստ կլինենք ներկայացնել, թե ինչ արդյունքներ ունենք, իսկ մենք հանրությանը հիշեցնեմ, որ ներկայացնում ենք, պարոն Սիմոնյան, որ գործը արդեն ուղարկում ենք դատարան, այսինքն դատական հեռանկար ենք տեսնում վարույթով։ Ձեր թույլտվությամբ լսեցիք դատական հեռանկար ենք տեսնում, իրանք դեռ հեռանկար չեն տեսնում։ Իրանք, երբ որ դատական հեռանկար են տեսնում, ուղարկում են դատարան, նոր այդ մասին խոսում։ Այն լրագրողին տեսակ ինչ էին անում են կնոջը։ Լրագրող կինը, հետազոտող լրագրող կինը։ Ջարդելով, ծեծելով տանում են հիվանդանոց։ Այն մանկահասակ, երկու մանկահասակ երեխաների մորը, ուղղակի հոդվածի տակը Հայաստանի հողերը հանձնելու մասին գտելու համար, միանգամից ԱԱՑ-ն գործ էր արել, քննչականը միանգամից գտել ու ձերբակալել էր։ Որտեղից է, որ օգտատերն է, սրանք միլիոնների բան, միլիոնների մսխու, սրանք դեռ նույնիսկ դատական հեռանկար չեն տեսնում։ Ես չգիտեմ, ես գլխավոր դատախազը հասկանում այն ինչ տակամոտ է թե չէ։ Հա գլխավոր դատախազ։ Հասկանում ես, որ դու քեզ վաղը օգնող չես ունենալ։ Շատ մի պարզ պատճառով հայկական դատական համակարգ չկա, որ քեզ օգնի, որ դու գոնե կարողանաս քո շահերը պաշտպանես։ Այնքան բան ունես անել, Նիկոլի կողքն ես նստել, Նիկոլի գիրկն ես նստելու դուրը։
Այսքանով սահմանափակեմ նախքննությանը չվնասելու, նաև այս փուլում, ինչպես նշեցի մեկ այլ հարցին պատասխանելիս, ոչ ամբողջական տեղեկատվություն չներկայացնելու նկատառումներից ելնելով, բայց առաջիկայում իհարկե ավելի մանրամասն կհրապարակենք։ Արձագանքեմ ձեր թույլտվությամբ, եթե հնարավոր է նախաքննության գաղտնիքը չխախտելով, կան եղել են արդյոք նախկին ներկա պաշտոնյաներ, որոնք այս գործով հարցաքննվել են, բացատրություններ են տրվել, եւ արդյոք հիմա կա կոնկրետ անձանց հետ կապված մեղադրանքի եւ հետագա գործողությունների նախապատրաստում կամ ինչ-որ գործընթաց։ Եթե չեմ, ինչու այն մասը, որքանով որ չեք խախտի նախաքննության մասը։ Շնորհակալ եմ մեկ դրվագով բավական լուրջ գումարի մասին, մոտ $2 միլիոն մասին է խոսքը, մեկ դրվագով ունենք արդեն հեռանկարով քննություն, հեռանկարի նկատի ունեմ քրեական Մեկ դրվագով հեռանկարով քննություն։ Սա ու սա դատախազն է գլխավոր։ Ես իրավաբան չեմ ժողովուրդ։ Ես իրավաբան չեմ, բայց ես սենց եմ ասում, մեկ դրվագով հեռանկարային քննություն։ Ինքը դուրի 10 հատ հիմնարկյանություն ստանալեց, թվարկեց, որոնք այս ամբողջ ընթացքում փոշիացել են ամբողջ համակարգի գումարները։ Ինքը մեկ հղարկով, $2 միլիոն, տեսեք, $2 միլիոն, ես ասեմ որն է այս պատմությունը, Մոսկվայում գրանցել են մի հատ հիմնարկ, փողը փոխանցվել այնտեղ ու հաշվետվություն չկա։ $2 միլիոն, 2000 դրամ չէ։ Ու իրենք հեռանկարում ինչ-որ քննություն են տեսնում։ Ես ասեմ մոտ այդ փողերը որտեղ են։ Այդ փողերը հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում Անայի աղբերը and Փնթին, հա, and Սիմիզյանի քրոջը փող են լվանում։ Ամբողջ Լոս Անջելեսը, ասեմ ես էլ իմացեք, ամբողջ Լոս Անջելեսի լավ տղեկը նստած քպի փողերն են լվում։ Ոնց են լվանում, տալիս են X գումար դրանց։ Դրանք ինչ ավելի քիչ չեկով լեգիտիմ արդեն հետ են վերադարձում։ Թե այդ գումարը իրանք ոնց ցույց կտան, ինչ կանեն, դա իրանք գործն է արդեն։ Ամբողջ Լոս Անջելեսը, իհարկե ոչ բոլորը, բայց ես նստած ԿՊ-ի ալյունոտ երկրից տարած փողերն են լվանում, անե հրճոտ, այդ փնթի աղբոր մեկը Սիմիզյանի քրոջը։ Գլխավոր դատախազ, լսում ես։ Քեզ ի՞նչ է թվում, թե այս երկրում, այս աշխարհում ոչ մեկ ոչ իմանից տեղյակ չի։ Ամեն ինչ գիտեք։ Հետապնդման եւ այո հարցաքննվել են եւ շարունակում են հարցաքննվել ոչ թե բացատրություններ, այլ քանի որ վարույթի շրջանակներում տարբեր կարգավիճակներով են հարցաքննվում անձինք, պաշտոնատար անձինք այդ թվում, ովքեր առնչություն են ունեցել անիֆի գործունեության հետ։ Հարցաքննում են 2 միլիոն գողության համար, փոշիացման համար, սա մի դրվագն է ընդհանրապես։ Հարցաքննում են։ Քննեք, հարցաքննեք։ Տեսել եք վատ ուսանողին, այն որ հարցեր տալի, ինքը հարցի շուրջը սպտտվում է, որ պատասխանի։ Ես շատ եմ տեսել։ Սա անգրագետներից դրանցից մեկն է։ Իսկ այս մի դրվագը ընդհանրապես սպանում է հոկտեմբերի 27-ի թեմայով, ասում են օր առաջ փակվել հեռանկար տվեք, ասում են փակենք այդ գործը։ Հոկտեմբերի 27-ից քան տարի անց է արդեն 26 տարի, չէ, 26 տարի։ Ասում են, բանը, փակենք այդ գործը, ինչ ասում։ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է 28-ին բացահայտված լիներ, հիշում եք, участковի մակարդակի գործը, հա։ Այդ ворթը չպետք է մեզ ամեն տարի հոշոտեր իրար մեջ թշնամանցներ պետք չէր, հա։ Այժմ ելույթի ժամանակ ասում է Անդանի Քոչարյանը ու գլխավոր դատախազին հարցատալի։ Այս հարցերն այնքան շատ են, շատ պարարտ են տալի բացահայտման համար։ Անդանի Քոչարյանը բողոքում է, որ 27-ի գործը դե բաց չի, բացահայտված չի, տեսեք ստեղ ինչ ասում։ Բացատրություն է տալի։ Մենք ելնելով նախաքննության շահից կիսատ տեղեկություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկությունը թույլ է տալի հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացումներ կարող է ունենալ։ Եվ անձիկ ուղղակի անհետանում են Հայաստանից,
մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, հարցել է դատախազը նշելով, որ նույնն էլ վերաբերում է մարտի 1-ի գործով։ Ուսեր ասում է, ես բավարարված չեմ, որևէ բառ չխոսեցի 27-ի մասին։ Մեզ էիք խնայում հոկտեմբերի 27 պետքա փակված անել վաղուց։ Հա։ Հիշում եք այս վիժվածքի գոռոցը, որ ասում են հոկտեմբերի 27-ը պրակտիկապես բացահայտված է, 7 տարի առաջ էր դա։ Մարտի 1-ի գործը բացահայտված է, սրանք ասում մենք չենք կարող խոսալ, որովհետև վկաները անհետանում են։ Ձեզ ով ասում խոսեք։ Ձեզ չեմ ասում խոսեք։ Դուք ընդհանրապես գործողություններ իրականացնեիք, որի արդյունքում պետք է բացահայտվեի բոլոր մարդասպանները եւ հրաման տվողները, բայց դուք ինչ արեցիք։ Ռոբերտ Քոչարյանի վրա ուրիշ հոդվածով, ուրիշ լրիվ։ Ի սկզբանե իմանալով, որ այդ հոդվածով նա հաստատ պատասխանատվության չէր ենթարկվելու, բերեցիք դատարան, խայտարակալեցիք դատարանում, ձեզ Ռոբերտ Քոչարյանին լվացիք ու ասես դուք ստորեցիք։ Այսօր ասում ենք չենք կարող ինֆորմացիա տալ, այդ վկաները անհետանում են։ Այդ վկաները արդեն ով կար, սպանված, խեղդված, փախած, դա չկան արդեն, ինչ մասին է խոսքը։ Ու մեկը հույս ունի, որ այս անգրագետներն ու այս սրանց շարունակությունները հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի գործեն բացահայտելու։ Հիմա ես Անդորին եմ ուզում հարց տամ։ Անդրեյ Քոչարյան, այս քո կապիկությունը ինչի համար է։ Քեզ տվել են Կարոլյա պատերազմի հանգամանքները բացահայտել, մեկ էլ 44 օրյա։ Դու ավելի խայտարակ ձևով կոսկեցիր, քան սրանք մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ին գործում։ Այդ ինչի է թվում, թե դու կարող ես անել, իրանք չեն կարող անել։ Մի հանցագործություն կոսկողը դու ես։ Դու ես դատախազից ինչով ես տարբերվում։ Ոչ մի բանով, ախր մեկ հիշողություն ունենք, այդ փաստերը արձանագրված են։ Վաղ դու ես դատախազի կողքը պիտի նստես։ Պիտի նստես երկու պայմանավորված պատերազմ, երկու պետական հանցագործություն կոսկելու համար։ Դու ես ասում, չէ, մենք չենք կարող փաստերը հրապարակել մարդկանց համար։ Մենք չենք կարող։ Ու երկուսն էլ փակ քննարկումներով լողոսեցին գնաց։ Ու պարզվեց, ոչ Սերժ Սարգսյանն էր հանցագործ, ոչ Սեյրան Օհանյանն էր հանցագործ, ոչ ձեզ ռազմավարքի պետներ են, Շավարժ Կարապետյանն էր դեր ասած։ Լավ, հետո որ դարձավ բան, այնպես ռազմավարքի պետներ, հետո դարձավ Փաշինյանի օգնական, հետո դարձավ պաշտպանության նախարար։ Հիմա էլ բանն է։ Ընդդիմադիր է։ Ճակերտով էլի։ Ռուսաստանից եկած նորաթուխ ընդդիմադիր։ Սա էլ լսեք։ Գլխավոր դատախազը 2018-ից հետո Հայաստանում համակարգային կոռուպցիա չի տեսնում, այս աղջիկը չի տեսնում։ Բնականաբար բոլորն ասելու են ակնոցները փոխի, չէ՞։ Այսօր ասել չենք տեսնում, ներկայացրեցին մի անգամից ասին ազգային ժողովը 2.2 միլիոն դրամով ոսկե թզբեղ է գնել Ալեն Սիմոնյանի ընկերոջից։ Համակարգային կոռուպցիա ինքը չի տեսնում։ Չի տեսնում, աղբեր ջան, այս փողերը անիվը դարձել է մեծ լվացկատուն, փողերը անհետացել են, իրանք դեռ քննում են, բայց այս մարդը քննելով գործը համակարգային կոռուպցիա չի տեսնում էլի։ 7 տարվա մեջ 7 միլիարդ պետական պարտք ավելացել է, ոչ մի բան արված չի, մեկն էլ այդ մրցած գործերի հանցագործությունն է բացահայտում, տանում ծեծում են, թաղապետարանում, ցույց է տալի ասֆալտը մատով փոխում ես։ Տանում ծեծում, այս աղջիկը համակարգային կոռուպցիա չի տեսնում։ Լավ գրորին թե դու չես տեսնում։ Բա միջազգային բաներն էլ զեկույցներն էլ չես կարդում։ Գիտեք ինչ եմ նկատել, այս կառավարիչները սենց երկու տարբերակ ունեն, կամ պետք է խոստովանեն, որ իրանք հանցագործ են, կամ պետք է խոստովանեն, որ իրանք տգետ են, այսինքն իրանք չեն տեսնում։ Միջազգային բաները, կառույցները համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների զեկույցները հրապարակում են, երկու տարբերակ կա, կամ պետք է ասեն այս մարդը ճիշտ, զեկույցը չնայած է իրանց հարցը ճիշտ է թե չէ։ Բայց ասում են մենք այդ կարծիքի չենք։ Մենք ուզում եմ մենք ոչ թե հանցագործ ենք, մենք ուղղակի կատարյալ տգետ ենք։ Իրանց ղեկավարն ասես, չի ասես մենք տգետ ենք, մենք չենք կարող կառավարել։ Մենք տգետ ենք, բայց դուրս են եկել դալիճ ազգ են ուզում կրթեն։ Որոշել են, որ
սովորելը մոդայիկա նորաձև բայց որ ասում ես հանցագործ ես ասում չէ ես չեմ տեսնում նշանակում եթե ես չեմ տեսնում ուրեմն դա չկա ակնոցները փողի աղջիկ ջան քո գործը տեսնել չի քո գործը հարցի պատասխաններ տալն է այն որ դու չես տեսնում դա չի նշանակում որ դա չկա նշանակում որ դու քո գործը չես անում դրա համար էլ առանձին պատասխանատվություն կա մի խոսքով ձեր գործը շատ է պատասխան տալու առիթները շատ են լինելու հիմա գնանք Մոսկվա խնդրեմ տեսեք սա ռուսա բան անի BMW-ա կոտրում գիտեք մայսիոնը բանը վրեժանություն մեքենայից նայեք այս ամեն ինչում գիտեք որ ես նայեցի ինչ աշխովս ընկավ ոչ թե որ իդիոտ է չէ ես մտածեցի ինչ պինդա սարկված այս մեքենան այն թվերին լավ մեքենա է որակով ու խփումը չի կարող կոտրել այսքան խփածել է իրան սարկած ժիգուլին դրանցից կաշինը կոտոշներ են մնացել իրանք ստեղ են մնացել իրանք լուրջ եմ ասում ստեղ են մնացել ու այն Քերյանին հիշում եք որ բանը համատեղության կարգով դասախոսել համասան ինքը այս երկրից փրկություն է սպասում այս երկրից փրկություն է սպասում ասեմ ավելի եթե քեզ իրանք են փրկելու ուրեմն ցավակցություններս քեզ կամ ձեզ մի ուրիշ ցավակցության արժանի կերպար Ջորդի Վենսին հիշում եք հա տուպոյիշը տուպեյ ասում է որ Ռուսաստանը բանի ժամանակ պայմանավորվածության բանակցությունների ժամանակ հա ասում է պահանջում ավելի քան տրամաբանականը հա ու ասում է մենք չենք կարող Ուկրաինայի տարածքները տալ Ռուսաստանին երկու ամիս անց է ամեն Ջորդի Վենսը հələ խոսում է ինչ-որ բանի մասին բանակցությունների մասին ասում դե անանալին բան է ասում Ռուսաստանը ինքը ուզում է Ուկրաինայի տարածքները ուրեմն լսի պիտի դուրք ինքը միշտ է ուզել միշտ ձեր համար այս ամեն ինչը պետք է բարձ լինի հենց առաջին օրը ընդհանրապես դուք այս մասին պետք է չխոսայիք որովհետև մի քիչ ուղեղ ունենայիք հասկանայիք որ Ուկրաինա Պուտին տեսակի համար զիջումը նշանակում է իշխանության կորուստ հա բայց եթե նույնիսկ այդքան ուղեղ չկա ձեր գլխին որ դուք հասկանայիք որոշել եք միջոցառում ձեռնարկեիք որ ցույց տայիք որ դուք գնում եք ինչ-որ բանակցություններ ապահովելու ճանապարհով ձեզ ընդհանրապես մի օր ու մի հանդիպում եք պետք որ դա հասկանալու համար երկու ամիս անցել հլսանք ինչ-որ բաներից են խոսում գիտեք Ջորդի Վենսը ինքը փոխնախագահ է եթե ինքը լիներ ասենք չգիտեմ ավտոբուս քշող Նյու Յորքում կամ չգիտեմ որևէ այնտեղ եւ այս խոսքերն ասել դա ոչ մի վտանգ իրանից չէր ներկայացնում դե հիմա այդքան մարդ այդքան հասկանում ասում բայց այս մարդը մի ամբողջ գերտերության փոխնախագահն է որը երկու ամիս հետո դեռ ասում է այս Պուտինը հետաքրքիր է հələ Ուկրաինան է ուզում բայց Պուտինը երբ է ուրիշ բան ասել երբ է այդ մարդը ուրիշ բան ասի այդ մարդը ուրիշ բան չի կարող ասի որովհետև եթե ուրիշ բան ասի կորցնում է իշխանություն ուրիշ մարդը դեռ փոխնախագահ է Սա եմ ուզում նայեք իրանց հիշում եք ես միշտ ասում եմ սրանց քաղաքականության արդյունքում ուրեմն ինչ է սպասվում աշխարհին բոլորը միանալու են իրար բոլոր անհնարին տերությունները ասկի եթե տարածքից դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների IT տեխնոլոգիաների սպասարկման հնարավորությունը տեղը լցվելու է մի անգամից ինչով ճիշտ եք Ճապոնիայով Չինաստանով եւ հարավային Կորեայի արտադրանքով ուրեմն աննախադեպ բան է եղել այս պատերազմից հետո 45 թվականից այսքով այս երկրները իրար ոչ մի առնչություն չեն ունեցել ես Ճապոնիայում էի երկու շաբաթ իմ Samsung հեռախոսի ապակին կոտրվել էր ձեր պատմեմ դու ես մտածեցի դու Ճապոնիայում ինչ խնդրեմ պետք է լինի մտնեմ խանութից կպատվիրեմ
Կողքն էլի Կորեան, կամ ունենան երևի։ Պարզվեց ամբողջ Ճապոնիայում, ես ասում եի Samsung երեսից չեն նայում։ Կորեական ապրանքներ չի վաճառում։ Չի վաճառում, եք թշնամի են իրար հետ։ Թշնամի են։ Հարավային Կորեան Ճապոնիայի թշնամի է։ Իրանք ունեցել են վեճ, ասենք Ճապոնիայի դիկտատուրան եւ Չինաստանում եւ Հարավային Կորեայում եղել է ցեղասպանական դիկտատուրա։ Ամբողջ այդ ավազանում միայն Թայվանի հետ է Ճապոնիան ջերմ հարաբերության մեջ, թայվանցիները սիրում են Ճապոնիային։ Չնայած իրանք եղել են ուղիղ 50 տարի գաղութ Ճապոնիայի, բայց Թայվանում ճապոնացիները ավսարից են։ Այդ Տայպեյը իրաց մայրաքաղաքը ցարկել են ճապոնացիները։ Իրանց այդ հսկայական 24 միլիոն մարդ ապրում է փոքր կղզում, բայց խցանումների մեջ չենք ընկնում մենք։ Ոնց է սարքած այդ քաղաքը, այնց այդ հոսքը ապահոված, զարմանում եմ, ոնց է փոքր կղզի մեջ, բայց այսքան մարդ ու խցանում չկա։ Ինչ որ է։ Հիմա այս երեք երկրները պայմանագիր են կնքվել իրար հետ, հանդիպել են 50 տարի հետո, 80 տարի հետո կներեք, 45 տարից հետո իրանք այս բան չեն, որ այս ազատ թողած շուկան միասին զբաղեցնել են տեղերը, որոնք ինքնական լքել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ջո Դիվենս փոխնախագահ ունենալու հետևանքով։ Հասկանում եք ինչու՞ն է բանը, հարցը ինչի որ Ջո Դիվենսը այս ուղեղին է, հարցն է, որ դրա արդյունքում տեսեք ինչեր է կատարվում որպես հետևանք։ Իսկ ես միշտ ասել եմ, այն շուկան, որ հանկարծ Ամերիկան դուրս եկավ, տեղը մտավ ուրիշ ֆիրմա, դա անվերադարձ է, անվերադարձ, որովհետև ոչ մեկ չի ասել, որ ամերիկյան տեխնոլոգիաներն ամենալավն են։ Apple-ի տեխնոլոգիաների 90%-ը գալիս է Samsung-ից։ Եթե ինքը Samsung-ը գնաց մենակ էլ չեմ ասում ճապոնական տեխնոլոգիաների հետ էլ մտավ Չինաստանը, չինական էժան, էլ ինչ հրաշք պետք է լինի, որ ամերիկյան տեխնոլոգիան ինչ որ ձև կարողանա շուկան վերականգնել։ Եվ նույնիսկ եթե վերականգնի, դա լինել է շատ չնչին տոկոսներով։ Բայց դա փոխարեն դա լինի պետք է Թրամփը փոխի իր տնտեսական քաղաքականությունը։ Դա երբ կլինի եւ ընդհանրապես կլինի թե չի լինի, Աստված գիտի։ Բայց փաստ որպես եւ որ կանխատեսում է, ասում է, այս տեղը գրավելու են այս երեք երկիրը, ես չէի մտածում, որ նույնիսկ իրանք միասին են գրավելու։ Ես մտածում եմ ամեն մեկը իր փայը կվերցնի, առանձին։ Սրանք ուղղակի ապշեցեցին միասին 80 տարի հետո առաջին անգամ իրանք իրար հետ գործենալ։ Այսինքն Թրամփը միավորեց ոչ մեկ, տեսեք, ոչ միայն Եվրոպային, Գերմանիան ու Ֆրանսիան համատեղ հայտարարությունով հանդես եկան։ Ոչ միայն Եվրոպայի միավորեց, այլև 3 թշնամի պետության։ Նույնիսկ եմ ասում, Ճապոնիան, Չինաստանում էլ, Կորեայում էլ ցեղասպանություններ, դաժանություններ աննկարագրելի։ Հարյուրավոր հազարներով մարդ է կոտորել այնտեղ։ Այս 80 տարի իրանց մեջ հարաբերություն չկար։ Այսօր ապա Թրամփը։ Բայց ես ասեմ, ու այսքանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ իրան լուրջ ընդունող կա։ Ազնիվ խոսք եմ ասում։ Ֆենոմենալ է։ Գանք մեր գառների։ Փողոցային շունը, որ մարդկանց փողոցից հավաքելով բերեց կառավարության ու պարլամենտ ստեղծեց։ Փողոցային մարդիկ են։ Կեսը նարկոման է, կեսը ալկոգոլիկ է, մնացածին հայրենիքի դավաճան։ Փողոց Ասենք մենք սնկերեչ։ Ոչ մեկնա, Նիկոլը զերոյա։ Նիկոլը վաճառականա։ Մենք փոշմանել ենք, որ ընտրել ենք այդ խեղկատակ խևին, գժանոցի կապով մի գժվի։ Թող Նիկոլը շատ փոքր է, ոչ մեկնա։ Էդի մեր հողերն է։ Նիկոլը ոչ մեկնա, Նիկոլը զերոյա։ Դժվար է հակառակվելը։ Մակետը վեկալ է ցույց տալիս, այն կոճակը որ գցում է հավանան մանա գալիս է, թողնվա այդքան է։ Թուրքական շարասունն է։ Թուրքական խորհրդարան ցեղասպան իշխանություն։ Այդքան բան։ Եվ վերջում ուզում եմ ինչ ավելի ոչ էմոցիոնալ, բայց փաստարկված։ Չնայած ես էմոցիոնալին դեմ չեմ,
feel extreme fatigue or have blurred vision due to diabetes. Place Եթե արդեն իրանք դարել են Նաստրադամուս, պետք է հավատանք։ Բայց չեմ կարծում, որովհետև իրանք այդ հնարավորությունը արդեն բաց են թողել 7 տարի է։ Շատ ուրախացել էինք, որ երիտասարդությունն է եկել, տարիքով մարդիկ ժամանակի հետ չեն շարժվում, չեն մտածում, բայց պարզվեց, որ սուտ է։ Մարդը պետք է ունենա կենսագրություն, կյանքի փորձ, աշխատանքային փորձ։ Չեն կարում, այս մարդիկ չեն կարում, 7 տարի է, ոչ քաղաքն են կարում ղեկավարեն, ոչ հանրապետությունը։ Չեն կարում, ուղղակի, եւ այնքան մեծամտություն ունեն, որ գոնե իրանց կազմում վերցնեն մի քանի փորձառու մարդկանց, մասնագետների, ովքեր որ թե օրենսդրությունից են հասկանում եւ կառավարումից։ Կառավարելը դա գիտեք ինչ է, մարդ աշխատացնելը կյանքում ամենադժվար բանն է։ Եթե դու ղեկավար ես ու Даже հայացքով նայելուց պետք է քարանա։ Այս մարդիկ չունեն, այդ փորձը չունեն, ոչինչ չունեն եւ շատ մեծամիտ են։ Հավատացեք ամեն առավոտյան ես շատ ուշադիր եմ, էլի, այս թե քաղաքական վերլուծաբաններին, քննադատներին, քաղաքական ուրեմն գործիչներին լսում եմ։ Ու ինքս իմ մեջ վերլուծում եմ, էլի, ես նայում եմ։ Ես չեն կարող, այս մարդիկ ամեն առավոտյան մի նոր օրենք են ուզում հանեն։ Մի նոր փոփոխություն են անում։ Հասարակ բան ասեմ, նայում եք երթևեկության վիճակը։ Ասենք ինչի են վերցրել Մաշտոցի Պողոտայից դեպի Ամիրյան ձախ փագել։ Սարքել են պռոբկա, ամբողջ Ամիրյանը մինչև Սարյան պռոբկայի մեջ։ Ինչի, այդ ուն խելքն է։ Թող բերեն հələ այդ մասնագետին մի հատ հարցնենք, էլի։ Այդ որտեղից վերցրեցիք, զարթնեցիք ու ինչ որ բան տենց ով ձեզ ասեց, որ տենց ճիշտ է։ 90-ական թվերին լավ էր, աշխատում էին ինչքան կոմունիստների ժամանակ, համարյա մի քանի փողոց կար ձախ բաց։ Սկսեցին բացել, ասենք լավ է, թեթևանում ես։ Այս մարդկանց ինչ ասում ես, իրանք չեն լսում, իրանցից ինչ որ բաներ հորինում են, որը վնասից բացի օգուտ չի տալի այս երկրին։ Ինչ որ մասն է, ինչն եք ուզում ասեմ, այնքան ասեմ, որ հոգն է։ Կառավարության Ինքը շատ երկար բացատրում է, բայց կարծում եմ կոնցեպտուալ բարձր չէ։ Տեսեք, սա ոչ թե ատելության խոսք է, էմոցիոնալ Չնայած ամեն ինչ հիմնավորված է, նշի վրա ատելության խոսքերը չի, դա ճիշտ բնութագրում է, ոչ էլ այդ էմոցիոնալ խոսքերն են հիմքից բան դուրս, հա, զուրկ։ Մարդը բառացի բացատրում են ինչ որ կատարվում է, հա, անսահման մեծամտություն, անգրագիտություն, բայց դուք ինչ եք կարծում, այս երկրը ինչ պետք է լինել։ Ասում Հայաստանը միակ երկիրն է, որ անձրևը գալուց հետո ոչ թե անձրևը գնում է գետի տակ, այլ գետի տակից դուրս է գալի։ Սանց կառավարման արդյունքում ուրիշ բան չէր լինելու։ Աստված չանի Հայաստանը հանդիպի ավելի մեծ աղետի կատակլիզմի։ Դա վերջն է լինել։ Վերջն։ Ու Փաշինյան Նիկոլն հասկանում է, որ այս այն ինչ որ կա Հայաստանում իր իշխանությունը պահելու համար, դա իր ոտի տակ ատոմային ռումբա, որը տարակելու է։ Իր միակ հույսը դրա համար է Պուտինն է պատրաստ է շան թուլի նման կողքը կախկանձի մենակ իրան թողել Հայաստանում շանակի գորգրալ մարդկանց վրա որպես իբր բան ազդեցիկ կառավարիչ, հա, վարչակեր, հասկանում եք, իր բանը միակ հույսը դա է, հակառակ դեպքում ինքը այս վիճակի մեջ հայտնվում, ու ինքը գիտի, որ սա այդ հնարավոր չէ թաքցնել, մի խոսքով ժողովուրդ ջան, ամփոփելու համար ինչ եմ ուզում ասեմ, եթե մենք ուզում ենք երկիր, ուրեմն պետք է հիշենք մեր սիմվոլներն ովքեր էին, մեր սիմվոլները են տղեկն էին, որ ազատագրեցին Արցախը, ոչ թե նրանք են, ով քծնում են հանձնողներին, այն երկիրը, որտեղ քծնողներն ավելի շատ են, քան ազատագրողները, դա ենթակա է ամենայն արդարությամբ եմ ասում, ոչնչացման, լրիվ արժանի տեղն եմ ասում, դա իմ ցանկությունը չի, որպես հետևանք, այդ երկիրը չի կարող գոյություն ունենալ, հիմա այս ամեն ինչի ընտրությունը մեր ձեռքն է, մենք սրանց ձեռ ենք տալու, թե ձեռները կոտրելու ենք, բոլոր իմաստներով եմ ասում, թե ձեռ չենք տալու նույնիսկ սրանց, թե տեսնելուց շանսոտակ պետք է անենք, թե ապտակ պիտի տանք, թե թուքումուր պիտի անենք, բոլոր ձևերը օգնել բան ընդունելի է, բացի մի բանից, սրանց ձեռք տալ,